Նորիկյան նշեցիք, որ հանդիպել եք, երկար խոսել եք Եղիշեի հետ, Եղիշեն կարևոր տեղեկություններ է տվել եւ դուք ասացիք, որ ինքներդ հորդորում եք, որ դատարանում եւ իր խոսքի ժամանակ, այսպես ասած, մանրամասներ ներկայացնի։ Հիմա ուզում եմ հասկանալ, Եղիշեն եթե խոսեց եւ մանրամասներ ներկայացրեց ձեր կողմից նշած նոր բեղադրյալներ կունենան կամ Բաստանյալի աթոռին, թե պարզապես դեպքի մանրամասները կամ այս պահին քննարկվող եւ քննվող վարկածը ականորեն կշրջվի։ Նախ ասեմ ես իրոք որ ցավում եմ, որ քրեական գործի բացահայտման համար մենք ապավինում ենք միայն բացառապես Եղիշեի ուրեմն դրսևորած վարկագծին, հենց դա է պետության պարտությունը, իշխանության իրավապահ մարմինների պարտությունն ու փնթի աշխատանքի արդյունքը հենց դա է դրսևորում։ Եթե իշխանությունները կատարեն իրավապահ մարմինների իրենց աշխատանքը, իրականացնեն համապատասխան օպերատիվ հետախուզական աշխատանք, իրականացնեն անաչառ քննություն, այդ քննության արդյունքներով ուրեմն ձեռք բերած արդյունքները ուրեմն կարող է շոշափելու ճակատագրական լինել։ Ես այո գտնում եմ, որ եթե Եղիշեն խոսի, եթե ներկայացնի այն տեղեկատվությունը, որին ինքը տիրապետում է կամ կարող է տիրապետել կամ չգիտեմ իր հետ տեղի ունեցածը, չեմ բացառում, այո, չեմ բացառում, որ այլ մեղադրյալներ կարող են ներգրավել այս գործընթացում եւ գործի շրջանակը կարող ընդլայնվի։ Ընդ որում հատուկ ընդգծում եմ այն մեղադրյալների ցանկը, որ այսօր առկա է, երբ որ մենք խոսում ենք այլ անձանց մեղավորության կամ այլ անձանց շրջանակի այս քրեական վարույթի ներգրավման հնարավորության հարցը մենք չենք բացառում այս գործող մեղադրյալների ուրեմն մեղավորությունը։ Մեղադրանք է առաջադրված, հիմա ընթանում է ուրեմն քննությունը, դատարանը կպարզի եւ մենք էլ մեր կողմից հնարավոր ամեն բան արել ենք եւ ամեն բան անում ենք ճշմարտությունը բացահայտելու ուղղությամբ։ Ես մի բան կարող եմ ասել, եթե այդ մարդիկ կատարել են իրենց մեղսագրվող արարքը, պետք է օրենքի ողջ խստությամբ ենթարկեն պատասխանատվության։ Պարոն Նորիկյան, ինչու չի խոսում Եղիշեն։ Վախեցնում են, կաշկանդվում է, ի՞նչն է պատճառը, որ չի խոսում։ Ես չեմ կարող ասել, ես չեմ կարող իր փոխարեն պատասխանել։ Ես քիչ առաջ դա եմ ասում, որ ես վերջի 1 տարվա ընթացքում ինձ տարբեր խողովակներով հասկացնում են, փորձում են հաղորդել, փոխանցել, որ Եղիշեին վախեցնում են, Եղիշեն, չգիտեմ, բան է ուզում ասի, չի կարող Եղիշեի ընտանիքի հետ կապված խնդիրներ կա։ Ես էլ հիմա ասում եմ, եղբայր, եթե բան կա ասելու, եթե ինչ-որ ճշմարտություն կա, ինչ-որ բան կա թաքցված, որ դուք ուզում եք լույս սփռել, ոչ մի բան ձեր կյանքից թանկ չի։ Ասեք կամ միշտորդավորված ներկայացեք։ Ես երաշխավորում եմ։ Թող ներկայացվի ում վերաբերյալ ուզում է լինի, ով ուզում է լինի, քրեական ուրեմն հեղինակություն կլինի, պատգամավոր կլինի, իշխանավոր կլինի, գեներալ կլինի, զինվոր կլինի, գողական կլինի, ով ուզում է լինի, այս գործընթացում, եթե իրական ներգրավվածություն է ունեցել եւ կամ իրական ինչ-որ մասնակցություն է ունեցել կամ առնչություն ունի, կամ Եղիշեին ինչ-որ մեկը վախեցնում է, չգիտեմ, կաշկանդում է, պահանջում է լռել, ստիպում է չխոսել, ես իմ կյանքով եմ, իմ պատասխանատու կերպով հայտարարում եմ, ես իմ վրա եմ վերցնում այդ ամբողջ պատասխանատվությունը, թող այդ ինֆորմացիան փոխանցեն ինձ, մնացածը ես գիտեմ ինչ կանեմ։ Ընել միշտորդավորված թող փոխանցեն, թող բերեն, ինչպես ասում են դասականը, բերեն մեր ուրեմն դրան շորի տակ դնեն, ես կվերցնեմ այդ ինֆորմացիան։